Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է The Bites բլոգը։ Ողջույն The Bites։ Բարև Թամարա ջան, ոնց ես։ Լավ, մի տարի անցել է, կրկին մեզ հյուրընկալվել եք արդեն նորություններով, որի մասին էլ այսօր խոսելու ենք։ Իրոք մի տարի անցել է, ինձ համար չգիտեմ, sense ավելի երկար է, որ երևի մի 2 տարի կամ մի տարի ու կես, հաստատ մի տարի ավել է, որտեղ մի տարի է ուրիշ աշխատանքով եմ զբաղվում։ Մի տարի կլոր անցել է, ուղղակի ինձ թվում է երկար, sense կարելի ասել խիտ գրաֆիկով եք աշխատել, դրա համար ինձ թվում է չեք զգացել։ Երևի, իմ համար արդեն օրեր չի անցնում, ամիսներ են անցնում, դա ամսի վրա։ Հենց դրա մասին էլ կխոսենք, ձեր կյանքում իրականում բավականին շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Երևի դուք պատմեք, թե այս մի տարվա ընթացքում ընդհանրապես ինչ կատարվեց։ Իմ բլոգում թե անձնականում։ Բլոգում, քանի որ բլոգի վրա ենք կենտրոնանում ավելի շատ։ Իմ բլոգը ասեմ ձեզ, մի քիչ ավելի շատ բան է փոխվել, որովհետև արդեն ուրիշ մասնագիտության վրա եմ աշխատել այս մի տարվա ընթացքում, երկրորդ աշխատանք ունեմ, դե մի տարի առաջ ավելի շատ էներգիա կար մեջս, ավելի շատ ժամանակ ունեի եւ շաբաթվա ընթացքում հաճախ էի համտեսման հոլովակներ նկարում, բայց հիմա ավելի շատ եմ ճամփորդում, կյանքս ավելի արագ տեմպով է դարձել, համտեսումները երկրից դուրս է հիմնականում, Հայաստանից դուրս, մի քիչ ավելի շատ կենտրոնանում եմ տենց միջազգային food vlog դարձնեմ edges, որովհետև երբ որ ճամփորդել եմ, ինչ որ համտեսում եմ նկարել կամ ինչ որ վայր եմ բացահայտել, անմիջապես ստացել եմ համագործակցության առաջարկ, բայց արդեն ես վերադարձել եմ տուն, ոչ ոք չեմ կարողացել անեմ։ Ու տեսել եմ, որ հա իմ edge-ը ունի այդ բազան, որ կարողանամ իրան դարձնել միջազգային։ Հիմա այդ ուղղության վրա եմ մի քիչ կենտրոնացած։ Նաև հունիսի 18-ը ձեր կյանքում բավականին մեծ փոփոխություն կարող ենք ասել, որ բերեց, քանի որ հենց այդ օրը ձեր կյանքում իրադարձային եղավ։ Խոսենք այդ իրադարձային շրջանի մասին, որը դուք արդեն ճակերտները կբացեք։ Լավ է հիշում եք, հունիս 18 իմ համար մեծ փոփոխության օր էր։ Այդ օրը ես հայտնվեցի հարցազրույցին ու չգիտեի, որ ինձ ինչ է սպասում, մի քիչ թեթև իր մասին մտածեցի ու թեթև սկսեցի ամեն ինչը, ասես շատ չէի խորացել։ Հայտնվեցի հարցազրույցին, ուներ այդ հարցազրույցը 5 փուլ, բոլոր փուլերը կարողացա հաղթահարել եւ անցնել առաջ։ Դա ամեն փուլերը մոտավոր առօրյա 9-ից սկսես մինչև երեկոյան 5-6-ը բավականի էներգիա խլեց, բայց արդյունքում ես դարձա, այսինքն այդ ես ընդունվեցի որպես news փուլերին, որը էլի դասընթացներ էր, որ դասընթացները ինքը 6-ից 8 շաբաթ տևեց, եւ այդտեղ էլի քննություններ էր շատ խիտ ու մասնագիտացված դասեր էին։ Այդպես շարունակեցի այդ ամեն 3 ամիս անց վերջացավ ու ես դառա բորդուղեկցորդի։ Նաև նշեցիք, որ իրականում սկզբնական շրջանում այդքան էլ լուրջ մոտեցում չկար, կարելի ասել չէր պատկերացնի, որ կստացվի այն, ինչ որ այսօր ունես։ Բայց ինչպես մտահղացումը առաջացավ, որ դու պետք է բորդուղեկցորդուի դառնաս։ Ես չգիտեի սրա մասին, ինքը գովազդ էր գնացել ոնց որ սոցցանցերում, Facebook-ի էջում, ու ես չէի տեսել։ Ծանոթներից մեկը ինձ ուղարկում է, ասում է դե փորձի ու ոչ մի կարծիք չունեի, որ ինքը ինչա որտեղից պետք է սկսեմ, մանրամասը չգիտեի ու սկսեցի իր մասին կարդալ ու հասկացա, որ վիզերը գալիս է Երևանում, Հայաստանում, Երևանում բազաբացի ու այդ թեկուզ դրա միտքն էլ ես չէի հասկանում, այսինքն ինչ ուզում է գա Հայաստանում բազաբացի։ Դες մի քիչ ավելի շատ խորացա իր մասին, ավելի շատ հարցրեցի, Էսկոյենկո կարդացի ChatGPT օգնության YouTube-ի միջոց օգնության, հասկացա, որ իրեն գալիս են Երևանում տուն բացեն, այդպես ասեն, եւ իրենց պետք է աշխատակ, այսինքն բորդուղեկցորդ է իրենց պետք, որ աշխատացնեն Երևանից հենց։ Ու ես դիմեցի։ Տեսեք, իրականում շատ հարցեր են ձեզ լինում հենց նրա մասին, թե փուլերը երբ որ անցել եք, հարցազրույցը անցել եք, իրենից ինչ է ներկայացնում, ինչ են պահանջում հենց ընկերությունները դիմացինից։ Մի փոքր մանրամասնենք այդ ընթացքի մասին։ Իրենք Ես չգիտեի իրականում ինչ են ուզում, դրա համար ես ավելի շատ
փորձեցի ինքս լինեմ այդ օրը ես հիշում եմ բոլորը ասես ChatGPT-ով հարցում էին, որ օրինակ այս փուլում հիմա այս բան են հարցնում, պետք է ոնց լինենք, բայց այդ պահին այնքան ստրես կա, որ մոռանում ես, որ ChatGPT-ն քեզ ինչ ասել։ Դրա համար ավելի ճիշտ է ինքդ լինես, ժպիտով, ինքնավստահ։ Դու արդեն զբաղվում էիր բլոգով, իհարկե նման կառույցներում աշխատելու ընթացքում կարծում եմ խնդիր չի առաջանում, երբ որ մարդը այլ գործունեություն է ծավալում, բայց ինչպես էր հենց ընկերությունը ձեզ ընդունում, որ դուք արդեն որոշակի ճանաչելիություն ունեք, նաև ձեր անձնական բլոգ ունեք, արդյոք դրա նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կար։ Որ իրանց ասացի, իրանք հարցնում են, որ ինչ աշխատանքով ես զբաղվում, արդյոք customer service, իրանց համար շատ կարևոր որ դու customer service-ի փորձ ունենաս։ Ունեցել եմ, բայց 10 տարի առաջ ու դրա մասին չեմ ասում, որովհետև 10 տարի արդեն վրայից անցել է։ Ուղղակի իրանց ասում եմ, հա ես ինֆլուենսեր եմ, իրանց հետաքրքիր էր, բայց չգիտեմ էդի պլյուս էր թե ոչ, որովհետև ասում եմ, իրանց պետք է որ դու մի քիչ customer service-ի հետ կապված փորձ ունենաս հաստատ։ Այդքան եմ։ Նաև գցել էիր հոլովակ, որ իրականում դասընթացները այդքան էլ հեշտ չէին անցնում, որտեղ մարդիկ միշտ մտածում էին, որ դա շատ հեշտ ճանապարհ է, ամեն ինչ շատ հեշտ է ձեզ մոտ ստացվում, փաստորեն դուք էլ եք մտածում։ Հա, ես ինձ թվում էր, որ յունիֆորմով ուղղակի այնտեղ cute-ս երևալու ժպտով, ժպիտդ միշտ դեմքիդ, այդքան է քեզանից պահանջում, բայց դու սովորում ես շատ բաներ։ Ու այդ ընթացքում ուղղակի այնքան ինքս ինձանով հպարտանում էի, որտեղ ամեն փուլում որ քննությունը հանձնում ես դու շատ քիչ ժամանակ ունես այդ ամենը սովորես ինֆորմացիան շատ է ու ժամանակը քիչ բայց հետոն այնքան ինքս ինձանով հպարտանում էի որ արդեն ունեմ այս գիտելիքը արդեն գիտեմ ոնց մարդ փրկեմ բան եւ այդ ամեն գիտելիքը ստանում ես մի հատ ուրիշ հաճույք է քեզ համար։ Մի հետաքրքիր բան կա, երբ որ մենք միշտ տեսնում ենք բորտուղեկցորդուհիների գեղեցիկ, միշտ շպիտով, ինչպես դու նշեցիր, եւ մեզ թվում է, որ իրենց կյանքում դժվարություններ չկան, շատ հեշտ աշխատանք է, ընդհանրապես մարդկանց ուղեկցում են, բայց խոսենք աշխատանքի թե դրական եւ թե բացասական կողմերի մասին, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դիմել, իրանք գիտակցեն թե ուր են գնում։ Իրականում ինչ, եթե երկու կողմերն էլ առանձնացնենք եւ խոսենք, ինչ է իրենից ներկայացնում աշխատանքը։ Աշխատանքը ներկայացնում է իրանից շատ լուրջ, ճիշտ է, ուղևորները մեզ տեսնում են ուղղակի մատուցում ենք ուտեստ, այդքան են մեզ տեսնում, ու ժպիտը միշտ մեր դեմքին ու այդքան են մեզանից տեսնում, բայց իրականում մենք անցնում ենք շատ մունր բաներ, օրինակ օդանավի մասին ենք մենք սովորում, անվտանգության մասին ենք, կանոններն ենք սովորում եւ մեդիկալի մասին ենք սովորում, այդ ամենը պետք է, եթե ինչ-որ մարտավատան, պետք է իմանանք, որ տեսակի, որ վիճակի մեջ է, արդյոք այս բանը իրան պետք է անհրաժեշտ է, թե ոչ, այդ ամեն ունենք քանի վայրկյան, ու պետք է այդ ամեն ինչը արագ որոշես ու կազմակերպես ու միացես թիմային աշխատանք է։ Այդ ամեն ինչը մենք սովորում ենք այդ կարճ ժամանակվա ընթացքում այդ 6-8 շաբաթվա ընթացքում։ Ընդհանրապես ինչ դեպքերի ես զբաղվել, կլինի դա զվարճալի դեպք, կլինի տարօրինակ դեպք, քո այս երկարատև աշխատանքային գործունեության ընթացքում։ Ինչ արտասովոր դեպքեր չեն եղել աշխատանքի ընթացքում, այդքան ճանապարհորդել եք։ Եղել եմ լավ ու բարի թրիշներ բարդ թրիշներ եղել են սկզբում այս ասեմ սկզբում շատ հետաքրքիր էր եւ որ ուղևորները գալիս են օդանավի մեջ ու մենք հայերեն ենք ողջունում իրենց շատ էր դուր գալիս շատ էին ողջավորվում ու իրենց ուրախությունը մեզ փոխանցում էին հետո կար դեպքեր որ ունեցել ենք շատ բարդ թրիչք եւ վերջում իրեն ճպիտը եւ բարեմաղթանքները մեզ շատ էր ոգեշնչում ուրախացնում դա լավ կողմերն է որ միշտ կա տարօրինակ դեպքեր կան օրինակ ես հագուստով յունիֆորմով կայնած եմ սրահի մեջ ու ուղևորը գալիս է հարցնում է որ դուք աշխատող եք Պատահաբար եմ այստեղ հայտնվել, պետք է ասեիք։ Անունս գրած յունիֆորմ ազերս, ուրիշ բան չի կարող ասի։ Դες տարօրինակ հարցերը լինում են։ Նաև քանի որ իհարկե ունեք ճանաչում եւ մանավանդ հայ օգտատերերը ձեզ ճանաչում են, երբ որ ձեզ տեսնում էին այդ հագուստով, ինչ ընդհանրապես ռեակցիաներ էին տալիս։ Սկզբում եթե տեսնում են հերվից, այս սագովաշի իմ
Սագովաշի մանկես կարծիք աղջիկն է դες լսում է որ մոտենում են ուրախանում էին կամ անսպասելիս ես մի անգամից վայ կարամ ձեզ գրկեմ կարամ մի հատ նկարվենք կարամ մի հատ վիդեո անենք ասում հա իհարկե այդպես մոտեցումներ կան միշտ եւ եղել է դեպքեր որ չեն ճանաչել բայց ընթացքում որ իրանց հետ խոսացել եմ շփվել եմ ձայնիցս ճանաչել են անմիջապես Նաև երբ որ մենք տեսնում ենք դուք ճանապարհորդում եք տարբեր երկրներ ուղեկցում եք մարդկանց միշտ հետաքրքրում է բոլորին թե օրինակ երբ որ ճանապարհեցիք որևէ X վայրում հասցրեցիք խմբին արդյոք հետո ինչ է լինում մնում եք այդտեղ որոշ ժամանակ ընդհանրապես հետագան ինչպես է լինում Քանի որ ինքը համարվում է կարճ թռիչքներ ու Երևանից թռնում ենք միայն Եվրոպա, ինքը համարվում է կարճ թռիչքներ, դրա համար ուղևորներ տանում ենք, հասցնում ենք ու հաջորդ ուղևորներին վերադարձնում ենք Երևան։ Մենք չենք իջնում։ Պատճառն է դա, որ ինքը համարվում է կարճ թռիչք։ Իրականում դե բայց նաև երբ որ մարդիկ ընտրում են աշխատանքը միանշանակ բացի սիրելուց նաև կարևորություն է ունենում թե ինչ ռեսուրսներ կարող են վաստակել այդ աշխատանքով շատ է նաև մարդկանց հետաքրքրվածությունը թե ընդհանրապես այս ոլորտում աշխատելով ինչպիսի եկամուտ կարող են ստանալ Շատ լավ Եկամուտը շատ լավ է Իրականում եկամուտը երբ որ ձեռք են բերում միանշանակ դրա հետ մեկտեղ նաև դժվար է աշխատանքը կատարելը այսինքն ամեն մարդ չէ որ կարող է այդ դժվարությունները տանել մի փոքր խոսենք այդ դժվարությունների մասին որովհետև հենց բոլորը մտածում են որ եկամուտը շատ է այդ գեղեցիկ հագուստները տեսնում են եւ գնում են աշխատանքի հետևից արդյոք ինչ բարդ կողմեր կան Այո ճիշտ է Եկամուտը լավ է, տեսքը սիրուն է, եւ կարող ես հեշտ ճամփորդել արդեն քեզանից է կախված, կարող ես ճամփորդես, ուզես ճամփորդես, թե չես ճամփորդես քո ազատ օրերը։ Բայց մի հատ պլյուսներից է դա, որ քանի որ մենք վերադառնում ենք տուն, դունես ժամանակ, դունես, այսինքն վերադառնալը ինքը մի հատ ուրիշ կոմֆորտ, luxury է։ Դու վերադառնում ես քո անկողնին, դու քո տուն, քո տան մեջ ես քո ընտանիքը, եթե ընտանիքը շուրջն են, դա ինքը պլյուս է, հաջորդ օրը կարես քո ընկերների հետ գնաս դուրս։ Քո քաղաքում ես, եթե բանկային խնդիր ունես, գնում ես հաջորդ օրը լուծում ես, քո այդ կյանքից կտրված չես։ Այդ ինքը մեծ պլյուս է, քանի որ ես ուզում եի հենց Երևանում մնայի, բլոգի պատճառով եւ այլ ուրիշ պատճառներով, իմ համար շատ մեծ առավելություն էր, որ հենց Այս կամպանիան դիմեի, թե չէ կարող է ցանկացած Դուբայ, Աբու Դաբի ընկերության մեջ աշխատեի եւ մասնակցեի ցարցազրույցներին, բայց ասի ասում եմ ինքը մեծ պլյուս է։ Քո բլոգը ընդհանրապես ինչ զարգացում է ունենում, միանշանակ տեսնում ենք թե հայկական սնունդը փորձարկելը եւ թե տարբեր երկրներում ճամփորդելիս մարդկանց ցույց է տալիս տեղի հայտնի սնունդը, ինչ ուղղությամբ է այսօր զարգանում։ Հիմա ավելի շատ ասացի, որ մի քիչ համաշխարհային food vlog-ի վրա եմ փորձում ուշադրություն դարձնել իրեն զարգացնել այդ ուղղության վրա եմ մի քիչ Հայաստանի Երևանի համտեսումները դադարեցրել եմ առաջվա տեսքով չի էջը դի ինք իրան այդպես ինձ ուղղություն տվեց դրսևորեց ինձ էջը սկզբում մի քիչ տես պանիկայի մեջ էի որ չեմ հասնում չեմ կարողանում որտեվ ամեն մի վիդեոն որ ես նկարում էի ինքը 3 ժամ ինձանից խլում էր մենակ ժամանակը չէ փողը գումարը եւ իմ էներգիան հիմա դրա եթե ունենամ հանգստի օր փորձում եմ ինքս իմ համար տրամադրեմ քան գնամ ելի ինձ հոգնաստեմ վիդեո նկարեմ քանի որ վիդեոն դրսում է նկարում ոչ թե հով հարմար պայմաններով այդ որ ասում եմ սպասեցի այնքան ամեն տարածքներում այդպես ինձանից ժամանակ ու էներգիա ախլում հիմա չեմ հասցնում էդի երևի շուտով կարողանամ այդ ամեն ինչը վերադարձնեմ առաջվանը ուղղակի թողել եմ ոնց ինքը կյանքը ձևավորում է ես էլ այդպես առաջ եմ գնում Նաև հետևորդների արձագանք այսօր քո գործունեությանը եւ ընդհանրապես քո նկատմամբ ինչպես է փոփոխվել, քանի որ հիշում եմ, երբ որ սկզբից սկսեցիր գործունեություն ծավալել, շատերը հոլովակներ էին նկարում նույն ձայնով, նույն արտահայտությամբ, այսինքն ինչ որ խոշոր բան կարողացել էիր անել, որ մարդիկ նույնը կրկնօրինակում էին։ Այսօր ընդհանրապես ինչ փոփոխություններ է կրել։ Ուրախ եմ, որ շատերին միտք տվեցի, որ կարելի է ռեստորան գնալ
բացի տուալետում նկարվելը հայլի մեջ, կարելի է ուտեսնել ցույց տալ։ Մի հատ պատճառներից, որ ես իմեջը սկսեցի, դա որ ոչ ոք ուտելիքի մասին չի խոսում, ուղղակի ասում եմ, որ այսինչ վայրը բացվել է կենտրոնում, այս այրագինը եւ այդքանն էր, ոչ մի մանրամաս չկար, ես փորձեցի իրան մանրամասեմ, նկարագրեմ, համտեսեմ, իմ բլոգը իմ մասին չի, ուտեստի մասին է, բայց ամեն կծի վրա ես իրան ներկայացնում եմ, կինն եմ ասում, համն եմ նկարագրում եւ այդքանը իմ էջը ռեստորանի վրա կենտրոնացած չէ, այ ռեստորանի ուտեստների վրա, քանի որ մեկը չկար, ես որոշեցի անեմ, շատ սպասեցի մեկ աներ, անկեղծ ասած ու ոչ ոք չարեց, ասացի օքեյ, ես կանամ մի էջ, կսկսեմ մի էջ, որ բոլորին օգտակար լինի։ Ու մինչև այսօր այդպես է։ Կարող է Հայաստանի ռեստորաններում մի քիչ իմ ավելի քիչ է, որտեվ ահա որ շատ են շատացել ռեստորանները, անընդհատ մեկը բացվում է, փակվում է, այսը փակվում է, այն մեկը բացվում է։ Բայց փորձում եմ իրան զարգացնեմ, եթե դու այսօր գնում ես ճամփորդելու այսինչ քաղաք կամ երկիր, ես քեզ կասեմ որտեղ գնաս ինչ ուտես։ Ու այդպես էլ կա, ուղևորները գալիս են նստում են, ասում են գնում ենք Լառնաքաղաք, ասեք ինչ դերս փորձենք, գնում ենք Ֆրանսիա, մենք Փարիզ, մենք ամբողջ ձեր վիդեոները տեսել ենք, լիստ ենք արել ու բոլորը գնալու ենք փորձենք։ Կամ գալիս են ասում են մենք Պրահա ենք եղել ու ձեր բոլոր վիդեոները մեզ շատ օգտակար ա եղել, շատ շնորհակալ ենք բան։ Հիմա ես այդ եմ լսում, ես բավականին ինձ գոհացնում եմ, ուրախացնում եմ։ Նաև մի շատ հետաքրքիր բան էլ կա, որքան էլ որ փորձեն օրինակ նույնը կրկնել, դու ինքդ էլ շատ հետաքրքիր post էիր արել, որ որքան էլ փորձեն կրկնօրինակել, չեն կարող քեզ կրկնօրինակել այն նույն բաները անել։ Իրականում այս կրկնօրինակումները դրանք քանի որ մարդիկ սիրում են, անում են, բայց նաև ունեն բացասական հետևանքը, որ երբ որ դու օրինակ scroll ես անում, անդադ նույն բանն ես տեսնում։ Հա, ես էլ դա նկատել եմ։ Այդ որ ասում նավ մի օր եկելի ոչը մի փչացրեք, դա կա։ Բայց ոչինչ, դա ինքը մարքեթինգ է, թող անեն, ես եմ երևում։ Բոլորը ինձ են հիշում։ Խոսենք նաև նրա մասին եւ կարելի ասել սրանով ավարտենք, որ իրականում տարբեր երկրներ նշեցիք, որ ճանապարհորդում եք եւ ցույց եք տալիս նաև այնտեղ գտնվող հայտնի ռեստորանների, սրճարանների ուտեստները։ Արդյոք երբ որ իրենք նկատում են, որ հաճախորդներ են ունենում, այսինքն ձեր բլոգի միջոցով իրենց մոտ մարդիկ են գնում, երբևէ առաջարկած լինեն, որ նորից համագործակցեք կամ նման խոշոր համագործակցություններ ստանաք արդեն արտերկրից։ Գիտեք ոնց ա եղել համագործակցությունը, օրինակ ես հոլովակը տեղադրել եմ եւ նմանատիպ ռեստորանները ուզեցել են որ համագործակցեն, ոչ թե հենց իրանք, որտեղ իրանց արդեն տեղադրել եմ ու տեսել են։ Նմանները փորձել են կապ հաստատեն եւ ասեն որ եկեք իրար հետ համագործակցենք, բայց արդեն ես Երևանում եմ վերադարձա։ Այդպես առաջ գնացա միշտ։ Իրականում կյանքի տվյալ փուլում, քանի որ արդեն գիտեք հստակ թե ինչպես է ձեր առօրյան անցնում, բայց հյուրերին մշտապես տալիս ենք հետեւյալ հարցը եւ ձեզ էլ անցած անգամ տվել էի, դուք էլ չեք պատկերացնի, որ այսօր այստեղ կլինեք, ինչ հետագա պլաններ ունեք, քանի որ ձեր մոտ ամեն ինչ սպոնտան է լինում, պլանավորված բաներ չկա, բայց ինչ է կարծում, արդյոք հետագայում ինչով կզբաղվեք, որտեղ կտեսնենք ձեզ։ Չգիտեմ անկեղծ ասած, որովհետեւ ես եւ կյանքումս պլանավորել եմ, ասել եմ, էսա մինչև 6 ամիս, էս եմ անելու, մինչև տարվա վերջ, էս պետք է ձեռք բերեմ, չի ստացվել, երբեք չի ստացվել։ Դրա համար թողել եմ, ինքը իրան առաջ գնա ու ուղղակի ես հաճույք տանեմ ամեն ինչ որ գալիս է դեպի ինձ, ես ուղղակի փորձում եմ հաճույք տանեմ։ Դե ինչ շնորհակալ եմ նման անմիջական հետաքրքիր զրույցի համար, որ քո փորձով նաև կիսվեցիր ինձ հետ եւ մեծ դիտողների հետ։ Շատ շնորհակալ եմ Թամարա ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։